Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հննկալել ենք քաղաքագետ Մայր Հայաստան շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանին։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է եկեղեցին, թիրախավորում է հոգևորականներին, նույնիսկ սեռական բնույթի բառապաշար է օգտագործում նրանց հասցեի արտահայտվելուց։ Ձեր գնահատմամբ ինչու է Նիկոլ Փաշինյանը հարձակում սկսել, այսպես ասած, եկեղեցու դեմ եւ ինչու հենց հիմա, ինչու այս փուլում։ Այդտեղ մի քանի պատճառներ կարող են լինել, որոնք իրար վրա զուգահեռ են դարձել։ Բնականաբար առաջերտին դա Շվեյցարիայում վեհապարի ունեցած ելույթներ, այսինքն այն ելույթը, որը պետք է ունենար Հայաստանի ղեկավարը, բայց քանի որ մենք հակառակն ենք տեսնում եւ արգելված են մի շարք խնդիրներ, Արցախի հայարթափման հարցը, հուշարձանների հարցը, որ Արցախում ոչնչացվում են, գերիների կամ պատանդների հարցը, որոնք բախվում են, նրանց դատում են եւ կտանքների են ենթարկում եւ էլի մի շարք հարցեր։ Այդ հարցերի մասին Շվեյցարիայում վեհապարը շատ փայլուն եւ գրագետ քաղաքական առումով ճիշտ շեշտադրումներով ելույթ է ունեցել, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր կոնվենցիաներին, օրենքներին եւ այլն։ Եվ առաջերտին սա այն հարցի պատասխանն է, թե ինչի հիմա, որտեվ Հայաստանի այսպես կոչված վարչապետը ունի պարտավորություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ եւ ինքը իրենց բոլոր պահանջները իրականացնում է եւ հիմա եկեղեցին, որը համահայկական եւ միջազգայինորեն ընդունված կառույց է, հեղինակավոր, հակառակ ելույթն է ունեցել վեհապարը եւ գործող վարչապետը ցույց է տալի Ադրբեջանին եւ իր ղեկավարին Էրդողանին, որ ինքը դրա դեմ պայքարում է։ Սա մի կողմ։ Մյուս կողմը եկեղեցու դեմ արշավը սկսվել է դեռևս 2018 թվականին։ Եվ քանի որ գործող այս խումբը ազգային արժեքային համակարգի փոփոխություն է իրականացնում եւ նույն Թուրքիայում եւ Ադրբեջանում վաղուց դեռևս մի շարք վերլուծություններ են եղել բավականին լուրջ, թե որն է հայկական ազգայնականության կամ ինքնության մեխերը եւ մեխերը մեկը հայ առաքելական եկեղեցին է, մյուսը Սփյուռքի իր կառույցներով, որի հիմնական միավորող գաղափարը ցեղասպանությունն է։ Այս նաեւ քանի որ այս վարչախումբը, ռեժիմը այդ ազգային ինքնության կոդերի փոփոխություն է իրականացնում, սա նաև այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Եվ երրորդ ասպեկտը, քանի որ ինքը ինչ-որ հանձնարարություններ ունի Ադրբեջանի առաջ վերցրած, եւ այս իրավիճակ հիմա բավականին մենք շատ լուրջ իրավիճակ ենք մտնում եւ Ադրբեջանը պահանջներ ունի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ադրբեջանցիների վերադարձը, այսինքն Հայաստանի լուծարման գործընթացը սկսել եւ այս փուլում ինքը այն մի զգայուն կետի է կպել եկեղեցուն, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի այդ ուղղությամբ։ Այ մոտավորապես այս 3 պատճառները։ Նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ հայտարարություն արել, որ Հայաստանի եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար։ Արդյոք սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների շարունակություն։ Հենց սա ապացուցում է այն թեզը, որ հայկական ինքնության կարևորագույն մեխերից մեկը եկեղեցին է, որտեղ եկեղեցին ոչ միայն հոգևոր խնդիր ունի, այլ ունի նաև կազմակերպչական շատ կարևոր խնդիր, որտեղ դա ցանց է եւ շատ երկրներում, հատկապես արևելյան երկրներում, իսլամական աշխարհում եկեղեցիների դերը չափազանց ուժեղ է ազգապահպանման գործում։ Նաև կազմակերպչական կարևոր դերակատարություն ունեն Եվրոպայի Միացյալ Նահանգներում, որտեղ եկեղեցի շուրջ հավաքվում են, կազմակերպվում են, համայնքը միմյանց ճանաչում է եւ համայնք է ձևավորվում հենց եկեղեցիների շուրջը։ Եվ հենց այս խոսքերը ապացուցում են, որ այո, ադրբեջանական մամուլն էլ կարող է կարդալ, որ իրենք շատ ուրախ են, որ այս գործող վարչապետը իրենց հանձնարարությունը կատարում է
եւ իրենք բնականաբար Հայաստանի իշխանության կողմն են ընդդեմ եկեղեցու։ Հայ առաքելական եկեղեցին բազմիցս քննադատվել է նաև մինչև Նիկոլ Փաշինյանը, նաև ձեր կողմից։ Արդյոք Փաշինյանի այս քննադատությունները դրա տրամաբանական շարունակությունն են։ Ոչ, դրա տրամաբանական շարունակությունը չէ, ես էլ ժամանակին շատ եմ քննադատել եկեղեցին եւ հիմա նույնպես կշարունակեի քննադատել, եթե այս իրավիճակը ստեղծված չլիներ 2018 թվականից սկսված, որտեղ 2018 թվականից հետո սկսված այս ռեժիմը քննադատում է եկեղեցին ոչնչացնելու համար, իսկ մասնավորապես ես քննադատում եմ եկեղեցու մի շարք խնդիրներ լուծելու համար, ես կարող եմ կոնկրետ մի քանի օրինակներ բերել եւ կարծում եմ դա կարեւոր է այս պահին։ Դեռևս 2015 թվականին դրանից առաջ դրանից հետո եկեղեցին փորձում էր սահմանադրության մեջ ամրագրել իր պետական կարգավիճակը։ Եվ նաև շատ հոգևորականներ հարց են բարձրացնում, որ պետք է պետությունից աշխատավարձ ստանան։ Եթե դուք թերթեք այդ մամուլը այդ ժամանակների, կտեսնեք, որ նման պահանջներ կային։ Եվ իրենք օրինակ են բերում նաև Վրաստանի օրինակը, նաև շատ եվրոպական երկրներ, որտեղ միապետներ կան, այդ միապետական երկրներում հիմնականում եկեղեցին պետական կարգավիճակ ունի, որովհետև թագավորը ոչ թե ընտրվում է, այլ ինքը Աստծո կողմից ընտրյալ է, որը փաստում է եկեղեցին, եկեղեցիները։ Ես դրա դեմ հանդես էի գալի եւ հույս ունեմ որոշակի ազդեցություն թեկուզ քիչ ունեցել եմ, որ նման օրենք չլներ։ Հիմա պատկերացրեք, եթե այդ ամենը հաջողության հասներ եւ այսօր եկեղեցին լիներ պետական, ապա գործող վարչապետը եւ նաեւ աշխատավարձներ ստանային հոգեվորականները պետությունից, ապա շատ կարճ ժամանակում կաթողիկոսին կփոխեին իրենց ցանկալի անձով։ Ես ասում եմ եկեղեցին պետք է լինի անկախ։ Մյուս հարցը, որ ես քննադատում եմ, որ պետք չի թիրախավորել այն մարդկանց, որոնք տարբեր եկեղեցիներ են հաճախում։ Սկսած թեկուզ Եհովայի վկաներից, ինչի համար։ Ես ասում եմ, դրանք մեր քաղաքացիներն են, պետք չի նրանց թշնամի սարքել այս երկրի։ Հակառակը դուք այդ պարզ մարդիկ, մեծ մասում պարզ մարդիկ եք, փորձեք իրենց հետ խոսալ, փորձեք իրենց քարոզել, փորձեք իրենց բերել եկեղեցի, որտեղ այնտեղ շատ թեզեր կան, որոնք շատ հեշտ է դրանց ցույց տալ, որ դրանք սխալ թեզեր են, այսինքն այդ պարզ մարդկանց մի թիրախավորեք, կամ դպրոցներում պետք չի այդ Եհովայի վկաների ավետարանականներ եւ այլն երեխաներին ինչ որ հալածել եւ այլն, երեխաներ են, դուք իրենց հետ աշխատեք սիրով։ Եվ դա շատ կարևոր է, որ հանրության մեջ թեկուզ կրոնական հողի վրա այդ թշնամանքը չլինի։ Սա մյուս քննադատություններ եւ նույնպես ես կարծում եմ, որ այո, դա ճիշտ քննադատություն է։ Երրորդը, որ եկեղեցին պետք է այնուամենայնիվ սոցիալական հայեցակարգ ունենա, որտեղ շատ եկեղեցիներ նույնիսկ բողոքական ունեն իրենց սոցիալական հայեցակարգը, հայ եկեղեցին սոցիալական հայեցակարգ չկարողացավ մշակել, չնայած 2000-ական թվականներից գրասենյակ էին բացել այդ ուղղությամբ աշխատում է, սա առանձին խոսակցություն է, ինչ է սոցիալական հայեցակարգ եւ ինչ է դա կարեւոր, որովհետեւ դա այն թեզերն են, որոնց միջոցով դու կարողանում ես հասարակ մարդկանց կամ քո հետևորդների հետ խոսել, ինչն է լավը, ինչն է վատը, հարստությունը երբ է լավ, երբ է վատ, եթե աշխատանքով, քրտինքով ձեռք բերված է, դա լավ է, պետք է ասել այո, նայեք, սովորեք, եթե դա այսպես կոչված թալանված է, ապա բնականաբար վատ է, եւ եկեղեցին պետք է լիներ ոչ թե իշխանության կողքին, ես պետություն չեմ ասում, իշխանության, այլ ժողովրդի կողքին։ Այն ժամանակ այդ տարանջատումը կար եւ շատ կարեւոր է, որ այնպիսի իրավիճակ ստեղծվեց 2018 թվականից, երբ որ եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները լարվեցին։ Հայտնի պատճառով, որտեղ սա հակազգային կառավարություն է։ Եվ միանգամից եկեղեցու հեղինակությունը բարձրացավ։ Այն ժամանակ հակառակն էր, որ իշխանության կողքին էր, հիմա բարձրացել է, եւ այս առումով ես կարծում եմ սա լավ փորձություն էր եկեղեցու համար իր հեղինակությունը բարձրացնելու։
Եվ բնականաբար ես մի օրինակ բերեմ սրբազանների, չնայած այն ժամանակ էլ, երբ որ ես քննադատում էի, ես շատ հոգևորականների հետ ունեի շատ լավ հարաբերություններ եւ իմ կրոն եւ հասարակության գիտական ամսագիր է տպում, այդ ժամանակ իրանք տպագրվում են իմ հոդվածում, երբ որ ես իրանց քննադատում էի, եւ սրբազաններից մեկը հարցրեց այս անցյալ տարի թե «Էս ինչ եղավ, որ դու տենց միանգամից փոխվեցիր քո դիրքորոշումը»։ Ես ասացի ես չեմ փոխվել, դուք եք փոխվել, դուք այն ժամանակ իշխանության կողքին էիք, հիմա արդեն ժողովրդի կողքին եք, եւ դրա համար ես ձեր կողքին եմ այսօր, եւ ձեր կողքին եմ նաեւ քաղաքական պատճառներով, որովհետեւ այս գործող իշխանությունը դա վտանգ է Հայաստանի պետականությանը, եւ այս առումով այո, ես նույնիսկ հիմա կոչ եմ անում, որ պետք է համախմբենք եկեղեցու շուրջը։ Այս իշխանությունը փոխելուց հետո, երբ որ իշխանությունը փոխվի, մենք նորից կանք նորմալ իշխանություն, ես կշարունակեմ քննադատել եկեղեցու, բայց քննադատության նպատակը եկեղեցու փոխվելն է, որտեղ դա շատ կարևոր կառույց է եւ համահայկական նշանակություն ունի, ազգապահպանության գործում նշանակություն ունի, այլ ոչ թե քննադատել, ոչնչացնելու համար, ինչպես անում է գործող իշխանությունը։ Ինչի կարող է հանգեցնել Փաշինյանի այս գրոհը եկեղեցու դեմ եւ ինչ եք կարծում, սրանով նա ցանկանում է կաթողիկոսին փոխել, թե վարկաբեկում է եկեղեցին։ Նա միաժամանակ եւ ցանկանում է կաթողիկոսին փոխել եւ վարկաբեկում է եկեղեցուն, որովհետեւ իր ախոյանն է այսօր, որովհետեւ եկեղեցին ազգային արժեքների կողքն է կանգնած եւ համախմբում է հանրությանը, իսկ իրենք ոչնչացնում են մեր արժեքային համակարգը եւ ես մի հատ ավելի վատ ենթադրություն անեմ։ Տեսեք, որն է տարբերությունը ավանդական եկեղեցիների եւ բողոքական եկեղեցիների միջեւ։ Տարբեր բողոքական եկեղեցիներ կան, որտեղ նույնիսկ իրար մեջ խնդիրներ ունեն, բայց կա մեկ գլխավոր տարբերություն, որը հենց Լութերի ժամանակ հենց այդ խնդիրն էին լուծում եւ լուծեցին բողոքական եկեղեցիները իրենց համայնքներում։ Այն, որ եկեղեցական ինստիտուտը որպես միաբանություն ոչնչացրեցին եւ քարոզիչները իրենք հոգեվորականներ չունեն, իրենք ունեն քարոզիչներ, որտեղ ամեն համայնք ընտրում է իր քարոզիչին եւ բնականաբար այդ համայնքներն էլ միմյանց հետ տարբեր բնականաբար հարցեր ունեն, որովհետեւ կոորդինացնող կենտրոն արդեն գոյություն չունի։ Այսինքն, երբ որ համայնքը ընտրում է ոչ թե հոգեվորական, այլ քարոզիչ, եւ եկեղեցական ինստիտուտ գոյություն չունի։ Հիմա տեսեք ինչ ասում է այս գործող վարչապետը։ Ինքը ասում է ես որպես հայ առաքելական հետևորդ, նաեւ որպես պետություն, այդ նաեւ իր տգիտությունն է, որովհետեւ ինքը կամ որպես պետություն պետք է հանդես գա վարչապետ, կամ որպես հայ առաքելական սովորական հետևորդ։ Բայց այնուամենայնիվ ինքը ասում է մենք պետք է որոշենք եւ դեր ունենանք, թե ով է լինելու կաթողիկոս, ով է լինի եւ մեր ցուցումով պետք է կաթողիկոս եւ սրբազանները կարգալույծ արվեն եւ այլն, հա։ Սա հենց այն հիմնական նորմն է, որ ինքը ռեֆորմները փորձում անել եւ հայկական եկեղեցին սարքի բողոքական եկեղեցի, այսինքն դավանափոխության խնդիր է դրված, որովհետեւ նորից եմ կրկնում, հիմնական մեխը դա հոգեվորականների ընտրությունն է, որը դու արդեն բողոքական եկեղեցի ես եւ եկեղեցին, որը ինստիտուտ է, միաբանություն է եւ ինքն է որոշում իր հարցերը, թե ով կարգալույս լինի, ով ինչ բարոյական խնդիր ունենա, բայց դա չի նշանակում, որ սովորական հավատացյալները չեն կարող քննադատել եկեղեցուն, չեն կարող հարց բարձրացնել, որ նայեք, այս ձեր հոգեվորականը լավ կյանքով չի ապրում, այս հարցը լուծեք։ Այդ հարցը բարձրացնել բոլորը կարող են, բայց որ ասել մենք ասում ենք դու պետք է փոխես կամ մենք պետք է ընտրենք ով է լինելու եպիսկոպոս կաթողիկոս կամ նման այսպես տգեղ բառապաշարով արտահայտվելով դե դիրա ոչնա, սա արդեն դավանափոխություն է եւ սա շատ վտանգավոր է, որովհետեւ դավանափոխության դեպքում եթե հայրաքելական եկեղեցին դառնա խոսքի համար կյանքի խոսք եկեղեցի, դա նշանակում է այն ֆունկցիան, որը կատարում է եկեղեցին որպես կենտրոնացված կառույց Սփյուռքում, ճանաչված է միջազգային հանրության կողմից, կարևորագույն դերակատարություն ունեցող ինստիտուտ է, ապա դա վերանում է։ Սա մեծ հարված է եւ հայկական ինքնությանը եւ նաեւ կազմակերպչական առումով դա ծանրագույն հարված կլինի մեր ժողովրդի համար։
Պարոն Դանիելյան, նախկին իշխանությունների կողմից ֆինանսավորվող կայքերը եւս գրում էին կաթողիկոսի երեխա ունենալու մասին։ Կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն էլ էր վարքաբեկում եկեղեցուն այս բaragայում։ Եկեք միջև այդ հարցին պատասխանելը մենք հասկանանք ընդհանրապես ինչա կուսակրոնությունը։ Այդ ինչա կուսակրոնությունը, որքանով է դա պարտադիր։ Ուրեմն քրիստոնեական շրջանում նախնական կուսակրոնության խնդիր չի եղել։ Եվ քանի որ երկար ժամանակ դա հերական համայնքի մեջ շարժում էր հուդա քրիստոնեություններ, միջև անջատվեց, ապա հենց հուդայականության մեջ նաև հոգևոր այրերը պարտավոր է նույնիսկ ամուսնանալ։ Եթե ամուսնացած չեն, ուրեմն իրենք լիարժեք մարդիկ չեն։ Եվ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտները, առաքյալները եւ դեռ կան 70 առաքյալները, որ այն 12-ի աշակերտներ են, նրանց նույնպես առաքյալ են ասում։ Ըստ եղաստվյալների այս կինաց մոտ կուսակրոնության խնդիր չի եղել եւ Պետրոս առաքյալը, որի իսկական անունը Սիմոն է, Պետրոս նշանակում է քար, եւ Հիսուսը ասում դա այն քարն է, որի վրա ես կառուցել եմ իմ եկեղեցին, եւ քանի որ նա տանջամահ է արվել Հռոմում, Հռոմի եկեղեցին դա Պետրոսի գահն է եւ Հռոմի պապերը Պետրոսի գահի շարունակող։ Պետրոսին եղել է ամուսնացած եւ շատ առաքյալներ եղել են ամուսնացած եւ նաեւ հայկական եկեղեցում մենք տեսնում ենք, չէ՞, Գրիգոր Լուսավորիչը նեն մոտ 100 տարի իրենք ժառանգական իշխանություն են ունեցել։ Հռոմի պապեր կան մինչև 11-12-րդ դարերը, որոնք երեխաներ են ունեցել եւ նույնիսկ երեխաներից մեկը պապի երեխան դարել է նորից պապ 12-րդ դարում, կամ այդ երեխաները մյուս պապերը հենց Հռոմի պալատում նրանց ամուսնություններն ճոխ նշում եւ բոլորը գիտեին, հա, ասենքա հենց 12-րդ դարում ավելի խիստ դրվել այդ ցելիբատի կուսակրոնության հարցը եւ պատճառը ոչ թե այն է, որ եթե մարդ կուսակրոն է, ինքը սուրբ է, ինքը Աստծո հետ հատուկ կապ ունի, հա, կան այդ մոտեցումը նաեւ միջով քրիստոնեությունը ստոիկների մոտ, մյուս կրոնական ուղղություններում բուդդիստների բանի մոտ, որ գիտես չէ, եթե դու ուզում ես քո հոգին փրկես, դու պետք է այս կրքերից ազատ լինես, հա, ազատվես, բայց դա ամեն մեկի անձնական ընտրությունն է, որն է պատճառը եղել, որ կուսակրոնությունը աշխարհիկ իշխանությունը ուշադրություն դարձրեք, ստիպել է, որ հոգևորականները ընդունեն կուսակրոնության հարցը, եւ նույն այդ Պապ Թագավորի սիրած թեման, հա, որովհետեւ եկեղեցիները այնքան են ուժեղացել եւ հարստացել, եւ այնքան իշխանության հավակնություններ են արդեն ձեռք բերել, նույն Բյուզանդիայում 5-6-7-րդ դարերում, որ իրենք մրցակցում են աշխարհիկ իշխանության հետ եւ նաեւ Եվրոպայում։ Եվ դրա համար, որպեսզի հոգևորականները ժառանգական իշխանություն չկարողանան ձևավորել, հետո դառնան միապետներ, իրենց այդ կուսակրոնության խնդիրը նույնիսկ աշխարհիկ իշխանություններն են ստիպել, որ իրենք դառնան կուսակրոն, որ նաև եկեղեցու այդ ֆինանսները մնա եկեղեցու մեջ, չփոխանցվի ժառանգական, հա, նայեք խնդիրը որն է։ Հիմա այդ խնդիրը դուրս է եկել եւ շատ եկեղեցիներում, նույնիսկ Վատիկանի եկեղեցում, նույնիսկ հայ եկեղեցում, փակ ձևով ես երկար տարիներ հոգեվորականները այդ խնդիրը դնում էին, որ եկեք վերջապես այս հնացած բանից մենք ազատվենք, այս կուսավոտ անիմաստ է եւ մարդկանց տանջանքի են ենթարկվում հոգեբանական, ֆիզիկական եւ այլն տարբեր շեղումներ են առաջանում, որը բնական է։ Եվ եկեք այս հարցը վերջին հաշվով առավել եւս քրիստոնեական սկզբնական շրջանում չի եղել այդ հարցը։ Նույնիսկ բան կա, որ Հիսուս Քրիստոսի Մարիամ Մաղդանինացին, Մարիամը իր կինն է եղել եւ այդտեղ նույնիսկ նման բավականին հիմնավոր կասկածներ գոյություն ունեն եւ այնտեղ չի ասվում, որ պետք է կուսակրոն լինել։ Դա Պողոսներ իր ելույթներում, նամակներում ասել, Պողոսը քրիստոնեության հիմնադիրն է ըստ էության, Պողոս առաքյալը, որ ցանկալի է։ Ավելի լավ է մարդ ավելի հոգեկան հոգևոր աչք ունենա եւ այլն։ Եվ ես կարծում եմ սա շատ լավ առիթ է, որ այս հարցը բարձրացվի վերջապես մեղմացումներ լինեն կուսակրոնության մեջ եւ ով որ ունենց կույս չի,
նշանակում վատ մարդ է, եւ Վատիկանում էլ այդ խնդիրները վաղուց դրված է, եւ նույնիսկ այս Ֆրանցիսկոս Պապը, վերջի Պապը, նույնիսկ այս միջանկյալ լուծում էր արել, քանի որ Լատինական Ամերիկայում Ամազոնի են անտառների շրջանակում, երբ որ միսիոներները գնում են քրիստոնեություն են տարածում, այն ցեղերի մոտ, մարդ չեն գտնում, որ գնան դեղ հոգևոր ծառայություն իրականացնի, եւ այդ խնդիրը կար, որ թույլ տալ, որ տեղացիները, որոնք հոգևորական են դառնում, իրավունք ունենան ամուսնանալ, որտեղ այլ տարբերակ չկա, եւ նաեւ էլի դեպքեր կային, որ անգլիկան եկեղեցում ամուսնությունը կարելի է, այսինքն այդպես կուսակրոնության խնդիր չկա, բայց եթե մեկը ամուսնացած է, ասենք եպիսկոպոս է անգլիկան եկեղեցու, բայց որոշել է ինչ-որ փուլ հետո դառնա կաթոլիկ, պայման ընտանիքին չանի։ Այսինքն սա նախադեպեր են ստեղծում, որ ինչ-որ պրոցես է գնում, որ այդ կուսակրոնության հարցը մի կողմ դնելու համար։ Հիմա այս անբարոյական անձնավորությունները, որոնք այսօր իշխանություն են Հայաստանում, համենայն դեպս շատ-շատերի անբարոյական կյանքը մամուլը լեցուն է, իրենք բարոյականության քարոզ են կատարում եւ կուսակրոնության պաշտպաններն են։ Ես կարծում եմ, որ այդ հարցը այն ամենայնիվ պետք է լուծվի եւ եթե մարդ երեխա ունի, ես ամենայն դեպս դա ես ինքս անձամբ չէի դատապարտի, առավել եւս այս վարչապետ կոչեցյալը ասում է 5 միլիոն պետք է դառնանք այսին որ թվին, ավելի պիտի ողջունեն ներուժա հոգեվորականները, որ կարող են այդ գործին մասնակցել։ Ես ամենայն լրջությամբ ասում եմ, այս կուսակրոնության հարցում պետք է պաշտոնապես փոփոխություններ մտցնել, որտեղ դա նորմալ երևույթ չի։ Եվ պարոն Դանիելյանի հիմնական հարցին կարծես թե չանդրադարձանք, ստացվում է, որտեվ ելի եմ կրկնում, նախկին իշխանությունների կողմից ֆինանսավորող կայքերն էին այս հարցը այսպես շոշափում, ստացվում է, որ հենց Սերժ Սարգսյանն էր քննադատում եկեղեցուն, վարկաբեկում։ Ես չեմ հիշում, չեմ կարող ասել, որտեվ մոտ չի տպավորվել, որ կայքերը որն էին դա ասում, բայց հնարավոր ինչ-որ հարցեր են լուծել, եթե դուք ասում եք, ես չեմ հիշում նման բաներ։ Այս ամենը ինչ-որ կերպ կարող է կապված լինել 2026-ի ընտրությունների հետ, որովհետև բազմաթիվ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը այս կերպ փորձում է, այսպես ասած, աղանդավորների, նույն դուք նշեցիք այլ եկեղեցիների հետևորդների ձայները ստանալ։ Կիսում եք այս տեսակետը։ Նայեք, ես բոլորին մի բանի մեջ չէի տեղադրի, որտեղ կան նաև բողոքական եկեղեցիներ, պահպանողական, այնտեղ 50-ականների պահպանողական մասը կա, այնտեղ կան ադվենտիստներ, որոնք շատ փոքր են եւ ընդհանրապես չեն խառնվում քաղաքականությանը, մորմոնները, որոնք ընտրությունների չեն գնում, Եհովայի վկաների մոտ արգելված է ընտրությունների գնալ, եւ դա գուցե ամենամեծ համայնքն է այսօր հայկական, պայմանական բողոքական եկեղեցի ասենք, որտեղ շատերի կողմից դա որպես բողոքական եկեղեցի չի ընտրվում, չի համարվում, նրանք չէ, բայց որոշները իհարկե կազմակերպված ձևով միշտ կարողացել են ընտրություններում ձայներ ապահովել եւ հնարավոր է, որ այո, նույնպես նրանց փորձում են օգտագործել եւ մյուս կողմից նաեւ մարդիկ կան, բան է մտել, որ եկեղեցու պատճառով հայկական պետականությունը չի կայացել եւ այլն, դա ոչ միանշանակ մեղադրանք է, որտեղ դա շատ հետաքրքիր քննարկման թեմա է, որ հայերը ինչ ձևով են ապրել, ինչ ձևով են կարողացել մնալ, որն է եղել եկեղեցու դերը դրական, ինչ որ առումներով բացական, բայց դա պատմական կոնտեքստի մեջ են այդ խնդիրները, եւ սա արժի բացել, որտեղ մեր ժողովրդի մեծ մասը պատմությունը վատ գիտի եւ այն դասագրքերում ինչ գրված է, դա խեղաթյուրված է պատմությանը կամ շատ մակերեսային է եւ դա խնդրեմ է այսօր նաեւ քաղաքական առումով, որ մենք այդ պատմությունը լավ չենք ներկայացնում ու դասեր չենք քաղում։ Սա առանձին խոսակցություն է։ Հիմա հնարավոր է, որ այո, այդ կան շերտեր, որոնք հակաեկեղեցական են, բայց ինչ որ ուղղության անդամ չեն, կան
որոշակի ուղղություններ, որոնք այս իշխանության համար կարող են լինել հենարան, եւ կա երրորդ պատճառը, որտեղ եկեղեցին այսօր ինչ որ ձևի մոբիլիզացնում է հանրության մի զգալի հատվածը, եւ ընտրությունների ժամանակ եկեղեցու ձայնը կարող է կարեւոր լինել, մենք տեսնում ենք, որ հոգեվորականներ կան, որոնք արդեն հանրային ազդեցություն են ձեռք բերել, վարկաբեկելով եկեղեցին եւ ավելի շուտ այդ հոգեվորականներին, նրանց թույլատնել ազդեցությունը ընտրությունների ժամանակ, նրանց ձայնը թույլատնել, նրանց նկատմամբ վերաբերմունքը խաթարել, այս պահը իրոք գոյություն ունի։ Պարոն Դանիելյան, եթե չեմ սխալվում, ձեր հարցազրույցներից մեկում տեսակետ եք հայտնել, որ իշխանափոխություն հնարավոր է ընտրությունների միջոցով, ինչու եք այդքան վստահ, որովհետև 21-ին էլ շատերը պնդում էին, որ Փաշինյանը չի վերարտադրվի, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես կարծում եմ, ընդհանրապես այդ հարցադրումը կեղծ է։ Նայեք, շատ բարձր առումով։ Եթե հնարավոր է ոչ ընտրական եղանակով փոխել իշխանությունը, դա հնարավոր է եւ ժողովրդավարական ճանապարհով։ Շատ երկրներում այլ եղել ժողովրդավարական, որ հանրությունը դուրս է եկել, բողոքները կազմակերպել օրինական եւ իշխանությունը հրաժարական է տվել։ Մենք հիմա գործ ունենք մի իշխանության հետ, որը պատրաստ է ամեն ինչի արուն թափել, այս վարչապետը պատրաստ է հազարավոր մարդկանց արուն թափել, ես վստահ եմ, եւ մարտի 1-ին 2008 թվականին մենք տեսել ենք, թե ինքը ինչի ընդունակ, ինչ ատելության ելույթներ են ունենում, չունենալով իշխանություն, այսօր ունի։ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ կառավարության շենքը գրավեցին ցուցարարները, ազգային ժողովի շենքը գրավեցին, ծեծեցին ազգային ժողովի նախագահին, մտան առանձնատները, ինչ բանակը իշխանության դեմ էր, չէ, կառավարության դեմ էր, չէ, հաջորդ փուլում են հայտնի բանը եղավ գլխավոր շտաբի հայտարարությունը եւ փորձում են քայլեր անել, ինչի բերեց դա։ Դա ոչինչի չբերեց, ինքը մտավ բունկերը եւ մենք ունենք այնպիսի սահմանադրություն ցավոք սրտի, դա առանձին թեմա է, թե ինչի համար նման սահմանադրություն մենք ունենք, որն էր խնդիրը եւ լուծում չկա։ Առավել եւս մենք ունենք մի վարչապետ, որի մեջքին կանգնած է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ ցանկացած պահ իրեն կարող են ինչ-որ քայլերի դիմել իր պաշտպանության համար։ Հիմա եթե այս պայմաններում հնարավոր է ոչ ընտրական ճանապարհով փոխել, փոխենք։ Եթե ձևը գիտեն, փոխենք։ Ինչ վերաբերում է ընտրություններով իշխանության փոխելը։ Եթե ոչ ընտրություններով է իշխանությունը փոխվում, ապա մենք կարող ենք ունենալ երկրորդ Նիկոլ Փաշինյան, երրորդ Նիկոլ Փաշինյան, հերթական պոպուլիստներ, այնինքն այն մարդիկ, որոնք իրենք հոգեբանական, փսիխո բանի առումով կարող են նման քայլերի գնալ, դրանք հետո դառնում են պատուհաս, դառնալով իշխանություն։ Ամենաճիշտ օրինական ճանապարհը։ Հիմա շատերը ասում են օրինական ճանապարհով կկեղծեն, կարան կեղծեն։ Իրենք կարող են որոշակի քանակություն ապահովել, ավել կեղծել, իրենք չեն կարող։ Եվ այո, եւ Գյումրիի օրինակը ցույց տվեց, որ կարելի է ընտրությունների միջոցով կա կենտրոնական իշխանություն, նույնիսկ այդ պայմաններում, իրենց ռեսուրսների պայմաններում, իրենք ամեն ինչ արեցին, չկարողացան Գյումրիում վերարտադրվել։ Նույնը Երևանի ավականու ընտրություններում, իրենք ինչ արեցին, անասնագողությամբ զբաղվեցին, չէ՞, այսքան դիմադիր մի կուսակցությունից ինչ որ բանով վախեցնելով, կոմպրոմատներով եւ այն ինչ որ մարդկանց բերեցին եւ նաեւ միած կեղծ ընդդիմադիր կուսակցությունն էլ միացավ իրանց հետ, հանրապետություն կուսակցություն, այդ եղանակով կարողացան վերարտադրվել։ Գյումրիում արդեն դա էլ չհաջողվեց։ Իսկ համապետական ընտրությունների ժամանակ այդ ռեսուրսները արդեն կարող են չաշխատել, որովհետեւ նույնիսկ անասնագողության դեպքը կարող է չլինել, որովհետև դու քեզ ոչ թե կա իշխանություն, որը քեզ գողանում է, ես այդ մարդկանց մասին, այլ քո մի կոճակով նրանք արդեն իշխանություն չեն։ Եվ այդ համակարգ հասկանալու, որ մի օր հետո այս իշխանությունը չի լինելու, իրենք արդեն նման հակաօրինական եւ հակասահմանադրական հրահանգներ այդ համակարգը արդեն չի կատարի։ Սա է իմ մոտեցումը, բայց եթե որևէ մեկը կա, որ ասում է փողոցով փոխենք իշխանությունը, խնդրեմ, թող գնան փողոցում կանգնեն։ Պարոն Դանիելյան, մի շարք գործիչներ իմպիչմենտի
գործընթաց են սկսել, նույնիսկ սխալ տերմին է։ Ինչու եք վստահ, որ ձախողված գործընթաց է դա, ում կամ ինչի դեմ է դա ուղղված ձեր կարծիքով։ Եթե ինքը ձախողված է, ինչու է սկսել դա։ Սա կառավարության անվստահությանն է կոչվում, հա, իմպիչմենտը նախագահի նա վերաբերվում։ Եթե կա գործող իշխանության մեջ կամ կառավարող ֆրակցիայի մեջ կա իրավիճակ, որ դա կարող է փլուզվել եւ իշխանության մեջ փլուզման տենդենսներ կան, ապա հնարավոր է ինչ-որ ձայներ բերել եւ այդ անվստահության համար համապատասխան ձայներ ապահովել։ Ես սա չեմ տեսնում։ Հիմա եթե այդ մարդիկ տեսնում են, զոհու փիլիսոփայական հարց չի, որ ինչ գիտեք, որ չի ստացվի, եկեք փորձենք։ Հա, սա կոնկրետ գործընթաց է, եթե կա հիմքեր, որ իշխանությունը տրողված է մեջից, խնդրեմ անենք, բայց ես դա չեմ տեսնում։ Բայց եթե իրենք տեսնում են, թող անեն։ Ես ոչ պատգամավոր եմ, իմ ստորագրության կարիքը ոչ ոք չունի, հա, ես ոչ մի բան չեմ լուծում, դուք նույնպես։ Եթե կան նման պատգամավորներ, որ կստորագրեն քաղաքացիական պայմանագրի կազմից, ես մեծ ուրախությամբ կողջունեմ դա։ Եվ պարոն Դանիելյան, ամփոփելով մեր զրույցը, մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը, սակայն թեկնածու այդպես էլ չի առաջադրվել։ Ձեր գնահատմամբ ինչու։ Արդյոք իշխանությունները, այսպես ասած, գաղտնի կերպով խառնված են այս գործընթացին։ Այդ ինչի գաղտնի կերպով։ Բաց կերպով էլ խառնված են եւ ԱԱԾ-ն էլ է այս գործում ներգրաված եւ այլն, տանում են հարցականության, ճնշումներ են գործադրում եւ այլն, եւ ես կարծում եմ դեր հարցը հռետորական էր, որտեղ պատասխանելու կարիք չկա, ամեն ինչ ակնհայտ է։ Իրենք կատարում են իրենց հանձնարարությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների առջեւ։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքագետ Մայր Հայաստան շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։ Կհանդիպենք։